Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Սթիվեն Չառնոկ, օր մարտի 23։ Բայց ես ասում եմ, սա իմ ցավն է, փոխելը բարձրալի ձեռքին է, Սաղմոս 77-րդ գլուխ 10-րդ խոսք։ Աստծուց ստացված ողորմությունները առանձնահատուկ կերպով պետք է հիշվեն։ Այդպես է եղել Աստծո ժողովրդի սովորությունը։ Դավիթը Սաղմոս 38-րդը կոչում է հիշեցման սաղմոս, առավելապես իր նեղությունների, քան իր մխիթարությունների մասին։ Պողոսը հիշում էր Աստծո իրեն տրված հայտնությունը 14 տարի անց 2 Կորինթացիների 12-րդ գլխում։ Քանզի Աստված պահպանում է մեր արցունքները, առավել ևս մենք պետք է պահենք նրա ողորմությունները, ինչպես սիրահարները պահում են իրենց սիրելիներից ստացած սիրո հուշանվերները։ Ինչպես Աստված ունի մեր աղոթքների գրանցամատյանը, մենք էլ պետք է ունենանք նրա պատասխանների մատյանը։ Նա ունի հիշատակի գիրք, գրանցելու մեր նեղությունները և մեր հավատքով լի խոսքերը նրա մասին։ Ապա ինչու մենք չպետք է ունենանք նրա մեզ հետ ունեցած ողորմած հաղորդակցությունների գրանցամատյանը։ Հիշողությունը քրիստոնյայի գլխավոր գործերից է։ Հիշել մեղքը սեփական անձի հանդեպ զզվանք առաջացնելու համար։ Եվ այնտեղ պիտի հիշեք ձեր ճանապարհները և ձեր բոլոր գործերը, և պիտի ատեք ձեր անձերը։ Եզեկիել 20-րդ գլուխ 43-րդ խոսք։ Հիշել Աստծուն խորը խոնարհության հասնելու համար։ Հիշում եմ Տիրոջը և անհանգիստ եմ։ Սաղմոս 77-րդ գլուխ 3-րդ խոսք։ Հիշել նրա անունը, նրա օրենքը պահելու համար։ Սաղմոս 119-րդ գլուխ։ Հիշել նրա հին դատաստանները նեղությունների մեջ մխիթարություն գտնելու համար և հիշել ողորմությունը հավատքը հաստատելու համար։ Ումից ես վախեցել, որ ինձ չհիշեցիր։ Եսայի 57-րդ գլուխ 11-րդ խոսք։ Ոմանք նշում են, որ Շուշանը, պարսկական թագավորական մայրաքաղաքը, պատկերված էր տաճարի արևելյան դարպասի վրա՝ ի հիշատակ Փուրիմի հրաշքի, Էսթեր 9-րդ գլուխ 26-րդ խոսք։ Աստծո նախախնամության շնորհիվ Համանից այնտեղ գտած ազատագրման, որը հանգեցրեց Մորդքեի իշխանության գալուստին։ Իսկ Հակոբը Լուզ անունը փոխեց Բեթելի, որպեսզի նոր անունը ծառայի որպես Աստծո մխիթարական հայտնության հիշատակ թե՛ իր և թե՛ իր սերունդի համար։